եթե ինքը չընտրվի, իսկ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում ճակերտների մեջ, այսինքն հնարավորություն կա, որ ինքը չի ընտրվելու, ինչի մեզ հիմա այդ պատերազմին ամեն դեպքում չի պատրաստում։ Այդ հարցը կարաք իրան տակ էլի, եթե հնարավորություն ունենաք։ Ես պատրաստ եմ, կարաք հավաքների ուղարկեք, ավելի պատրաստ եմ։ Բոլորին դեմ մի հիմքում, ծրագրի հիմքում ընկած այն, որ գոյություն չունի այդպիսի ուժ, ում հետ մենք կարող ենք կոալիցիա կազմել իրանց ծրագրերի շուրջ։ Այսինքն բոլորին դեմ մի ծրագիրը, հստակ ծրագիր է, որը որ ասում է մենք գալիս ենք իշխանության, 100 օր հետո գնում ենք, այս 100 օրվա ընթացքում փոխում ենք ընտրական օրենսգիրքը ու կազմակերպում ենք նոր ընտրություններ։ Այս ամեն ինչը պետք է կազմակերպի մեր վարչապետի թեկնածուն, ու այդ վարչապետի թեկնածուն պետք է քաղաքականությունից դուրս գա։ Իրանք ձեն են տվել մի բանի համար, որ այս երկրում վերջապես մենք արդար ընտրություն ունենանք, ու մենք չենք կարող այդ ձենը ոչ մեկին տանք։ Այդ ֆորմատում թե ընդդիմությունը, թե իշխանությունը հնարավորություն է ունենալու մեր վարչապետի թեկնածուին տա իշխանությունը, որ կատարենք այս փոփոխությունները։ Այսինքն մեր դիրքորոշումը շատ հստակ է եւ հետեւաբար այ հետո ընտրություններից հետո քաղաքական առևտուր կոչվող process-ը, որտեղ ճնշումներ կփորձեն, ինչ որ առաջարկներ կանեն, որ ասում я тебе сделаю предложение, от которого ты не сможешь отказаться, չի կարող այդպիսի բան լինել, որովհետեւ մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ պայմանը մեր սա է ու հասարակությունն էլ շատ լավ պիտի հասկանա, մենք չենք գնում այնտեղ առևտուր անելու, մենք գնում ենք այնտեղ հստակ փոփոխություններ անելու։ Եվ եթե հանկարծ մեր ձայները չբավարարեն, այսինքն մեր ձայներն են որոշիչ լինելու, ընդդիմությունը պիտի իրան հաշիվ տա ու հետո չփորձի այլ մեղավորներ գտնել, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, մենք գնում ենք այս պայմանով ու սա մի արտառոց պայման չի։ Այն 3 կետերը, որոնք հայտարարել են բոլորին դեմ եմ, այսինքն մի տոկոսի շեմ իջեցնել մինչև մի տոկոս, որպեսզի կարողանան նոր ուժեր հնարավորություն ստանան ներս մտնել, մեծամասնության հարցը լուծել եւ մի քրակերտիկ ավելացնել բոլորին դեմ։ Ես ուզում եմ հասկանամ ընդդիմության ինչն է, որտեղ է պագոնները պոկվելու, որտեղ է իրանց խանչալի քարը պոկվելու, որտեղ է իրանց շահերն ու հետաքրքրությունները ստեղ ոտնահարվելու, որպեսզի իրանք սա մերժեն։ Սա հնարավոր չի մերժել, սա այնքան փոքր եւ համընդհանուր ինչ որ պրոյեկտ է, որը հնարավոր չի մերժել։ Եվ եթե մերժեցին, հետեւաբար նորից մենք պիտի սկսենք մտածել, թե ով ում հետ ինչ խաղ է խաղում եւ արդյոք իրենք ազնիվ են եղել իրենց մղումների մեջ, իսկ ինչպիսի հնարավորություն կա պարլամենտ անցնելու, բավականին շատ, եթե բանը ԿՊԱ-ականները սկսել են խոսել եւ պարլամենտում քննարկում են գրանցել չգրանցելու հարցը բոլորին դեմ է, հետեւաբար նշանակում է, որ մենք ի վիճակի ենք գեներացնել, ստացվել է այնպես, որ բժիշկը շատ երկար տարիներ ազնիվ աշխատել է, COVID-ի ժամանակ շատ խիզախ ու դոկտոր Մանասյանի մասին է խոսքը, շատ, ինչ ասեմ, շատ արժանապատիվ վարքագիծ դրսևորեց, երբ որ շատերը վախենում են խոսել COVID-ի հետ կապված խնդիրների ու սխալ պրոցեսների մասին, դոկտորը այն ժամանակ խիզախություն ունեցավ, խոսեց եւ այդպես դարձավ հայտնի, պլյուս ինքը շատ լավ բժիշկ է։ Բոլորին դեմ է մի տղաներ իրանք մի մասը IT ոլորտից են, մի մասը այլ մասնագիտություններ ունեն, մարդիկ նաեւ պատերազմի մասնակիցներ, այսինքն իրանց ազնվության պարկեշտության մեջ կասկածելը ուղղակի հնարավոր չի։ Ես էլ ասում եմ, ինչ հիշում եմ, իրավապաշտպան գործնեությամբ եմ զբաղվել, ինձ էլ է շատ դժվար մեղադրել ինչ որ մեկական լինելու կամ փոքր խմբակի շահեր սպասարկելու տեսակետից։ Այն որ ասում եմ 3 երնեք մի տեղ է հանդիպել, ու այդ 3 երնեկը ես հույս ունենամ նորից մի փոքր կավելանա, լավ կլինի, չի ավելանա, մենք այս թիմով, կուր թիմով, գաղափարական թիմով, պարկեշտ եւ արժե համակարգ կրող մարդկանցով մենք գնալու ենք այդ փոփոխությունները, այնպես որ բոլորը թող ովքեր որ պասերով են խաղում, թող անհանգստանան, մենք գալու ենք եւ մենք փոխելու ենք այդ մատրիցան կոտրելու ճանապարհով ենք գնալու։
Նիկոլ Փաշինյանը ես սպասում եմ անկեղծորեն, որ այդ պատերազմի վախը պիտի անպայման օգտագործի որպես գործիք, դա հայտնի մանիպուլյացիայի գործիքներից մեկն է, հատկապես պատերազմող փոքր երկրների պարագայում, բայց չի պատկերացնում, որ ինքը սենց շուտ շրջանառության մեջ կդնի ու ֆալս ստարտ կստանա, որովհետև հանրության մի ճշտող մեծամասնությունն էլ այլևս ասում է, որ նախ մենք Նիկոլ Փաշինյանի գլխավոր գերագույն հրամանատար լինելու հետևանքը ու արդյունքները արդեն տեսել ենք մեր մաշկի վրա, թե մեծ պատերազմի ընթացքում, թե փոքր միջադեպերի հետ կապված ու ինչպիսի ինքը գլխավոր հրամանատարը մենք արդեն գիտենք այդ մեկ։ Երկրորդը տպավորությունն է, որ պայմանավորվածություն ունեն եւ հիմա էլ արդեն Ադրբեջանի հետ պասերով են խաղում եւ այս իմաստով իհարկե Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիան մնացած բոլորին ունենալ այսպիսի վարչապետ հակառակ, այսպես հակառակորդ երկրում, իհարկե երանություն է, իրանք պիտի շատ ջանք գործադրեն, որպեսզի ստանան այսպիսի պրոդուկտ, մենք մի տեսակ մեր ժողովրդի ձայներով գնացինք, քվեարկեցինք 21 թվականին ու ինչ ասեմ, փայլուն հնարավորություն տվեցինք Ադրբեջանին օգտագործել մեր դեմ, մեր իսկ վարչակազմին եւ վերջապես այս թիմում կան մարդիկ, որոնք մասնակցել են համապարփակ անվտանգության համակարգի մշակման process-ին, այս թիմում կան մարդիկ, ովքեր երկար տարիներ արդեն փաստորեն աշխատում են, նախապատրաստում են հանրությանը, իրենց գիտելիքներ են տալիս, կազմակերպությունների անունը չնշեմ հանգարց մարդիկ չնեղանան, որտեղ համապարփականության համակարգի ձևավորման process-ում մասնակցել են մոտավորապես, եթե չեմ սխալվում, 40 տարբեր կառույցներ, որոնք զինվորական, գիտեք, այդ ռազմական գիտելիքներ ու փորձ են տալի մարդկանց եւ նաեւ մասնակցել են իրենք արդեն իրենց սաների հետ միասին մասնակցել են տարբեր միջադեպերի ժամանակ, ներկա են եղել ջերմուկի պատերազմի ժամանակ տարբեր տեղերում։ Այնպես որ պաստր անվանությունը հուշում է, եթե մենք գալիս ենք ամրացնելու մեր պետությունը, իհարկե մենք պատերազմի չենք ձգտելու, ոչ մի առողջ, adekvat մարդ, կին լինի թե տղամարդ, երիտասարդ լինի թե արդեն տարիքով մեծ մարդ, պատերազմ չի ուզում եւ բնականաբար աշխատելու են ուղիղ հակառակ ուղղությամբ, որպեսզի Հայաստանում երբեք պատերազմ չլինի։ Նիկոլ Փաշինյանի մնալը դա պատերազմ լինելու երաշխիքն է։ Գուցե չի լինի հիմա, մոտակա ասենք մի 6 ամիսը չի լինի, բայց Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու պարագայում հաստատապես ամեն հաջորդ քայլից հետո մենք ստանալու ենք այդ կամ շանտաժ ենք ստանալու կամ պատերազմ։ Ինքը ամեն անգամ գալու է ասի կամ այս սահմանադրությունն ընդունելու եք կամ պատերազմա լինելու, հետո գալու է ասի 300,000 ադրբեջանցի եք բերելու կամ պատերազմա լինելու ու ինքը իր գործողություններով, իր թուլակամությամբ, իր վարքագծով ուղղակի ամեն օրվա ռեժիմով հրահարում է այդ պատերազմները։ Մենք ուղիղ հակառակ process-ն ենք իրականացնելու։ Հա, միգուցե ավելացնելու բան, չէ՞։ Ես եթե կարել եմ այդ ավելացնեմ, էլի, քանի որ ես շատ հոգով սրտով բոլորին դեմ եմ, բացի Նիկոլ Փաշինյանի այդ մանիպուլյացիան, ինչպես տեսնում եք, Սամվել Կարապետյանն էլ է նման մանիպուլյացիա անում, ասելով, որ եթե իրենք չգան, Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է լինելու։ Ու այս բոլոր մոտեցումները, որ քաղաքացիներին վախեցնեն աղետաբեր հետևանքներով, եթե իրենք չեն ելնելու, բոլորին դեմ եմ ու ես անձամբ մերժում եմ նման մոտեցումները, որտեղ օրինակ ազնիվ ես դες ասեմ, ինչ եմ զգացել, երբ որ լսում էի Նիկոլ Փաշինյանը տենց էմոցիոնալ ասում էր, որ պատերազմ է լինելու, ես լուրջ sense մեջը զգում էի ոնց եմ վախենում, որտեղ նորմալ մարդը, ով որ լսում է, ասենք, երկրի վարչապետին, որը որ ասում է պատերազմ է լինելու, ինքը վախենում է, որտեղ մտածում է, չէ, ասենք, երկրի վարչապետը, պետության ղեկավարը, ասենք, ինչ որ մի բան ասում, կարող է տակը մի բան կա, բնական ռեակցիաս այդ վախենալն էր, ու այդ վախենալու արդյունքում ես եկա այն վիճակին, ըլլումա թող ելնի, ասենք, չի կարա պատերազմի վախի տակ ինչ որ իշխանություն մնա կամ չմնա։ Ու հավելեմ մի հատիկ էլ բան, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կուսակցության ղեկավար չի, այլ պետության ղեկավարն է, եթե ինքը գնահատում է, որ մեր պետությունում հնարավոր է պատերազմ, եթե ինքը չընտրվի, իսկ մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում ճակերտների մեջ, այսինքն հնարավորություն կա, որ ինքը չի ընտրվելու, ինչի՞ մեզ հիմա այդ պատերազմին ամեն դեպքում չի պատրաստում։ Այդ հարցը կարակ իրան տակ էլի, եթե հնարավորություն։ Ես պատրաստ եմ, կարակ հավաքների ուղարկեք, ավելի պատրաստ եմ։
Նիկոլ Փաշինյանի ընտրողները մի տեսակ շատ ագրեսիվ վարքագիծ ունեն, շատ տենց անհանդուրժող են, ցանկացած այլ մտքեր, որտեղ մնացած ուրիշ կուսակցություններ ընտրողներ ուղղակի քեզ ասում են ես արդեն կողմնորոշվել եմ, ես արդեն ունեմ ընտրություն, մենք էլ ասում ենք դե քեզ բարի ճանապարհ, անփորձանք ընտրություններ։ Մնացած բոլոր պարագաներում, եթե հանկարծ հանդիպում ենք Նիկոլ Փաշինյանի մասային, դա նշանակում է իրանք փորձում են հրահարել ինչ-որ իրավիճակ, հա, կոնֆլիկտ, բնականաբար մենք դրան չգնացինք, ու կային մարդիկ, ովքեր անկեղծորեն մի տեսակ մեջները վախ կա։ Այդ ամենաշատ ինձ համար որպես իրավապաշտպան, որպես մարդ շատ տխրեցնող է, որովհետև դա նշանակում այն, որ ասում են ժողովրդավարության բաստիոն, չգիտեմ ինչ, ազատություն, մարդու իրավունք, մարդու իրանք։ Եթե մարդը վախենում է բուկլետ վերցնի փողոցում, ու դու հասկանում ես, որ դա իրան հետաքրքրել է, բայց ինքը վախենում է վերցնի, ուղղակի թիրախ չդառնալու համար, դա շատ անհանգստացնող է։ Դա նշանակում է, որ մենք այդ վախի մթնոլորտ, այդ ատելության մթնոլորտը, որը գեներացնում է հիմնականում իշխանությունները, ցավոք սրտի դա ազդեցություն կարող է ունենալ։ Բայց նորից չվախենաք, որովհետև մենք ուրիշ պետություն չունենք, մենք ուրիշ հայրենիք չունենք, սա մեր պետությունը եւ սա մեր օրինական, իրավական, սահմանադրական հնարավորությունն է գնալ ընտրությունների ու փոխել իշխանություններին։ Hey.